Ողջույն։ Զատիկ։ Բարև ձեզ։ Սուրբ Զատիկ։ Հունվարի 5-ն է, այսօր Զատիկն է։ Սուրբ Զատիկն է։ Իրիկունը։ 12:54 րոպե, 1:05 է պակաս։ Հիմա մեզ այդ գարիկն է։ Իհարկե ցույց կտամ գարին։ Այս մեր բակն է, ուստեղից դուրս ենք գալիս։ Всё, խոսքը տալիս եմ գարին։ Մեր փողոցը Գրիգոր Խանձթելի անվանն է, միջև այդ Մյասնիկովի, միջև այդ Ազիրի անվան։ Ազիր հայտնի Աշուղեր Սայատնովայից հետո, Թիֆլիսը։ Այս փողոցի մասին է խոսքը։ Այս փողոցի մասին է։ Միջև այդ Նորաշենի անվանն էր։ Ազիրը Թիֆլիսում հայտնի Աբրամով։ Այս մի փողոցն էլ հենց Սայատնովա է, չէ՞, գարի։ Այո, Սայատնովան է։ Այ դեպի աչք գնացող փողոցը Սայատնովան է։ Առիթելնի մի օր փողոցը ցույց կտամ այսօր։ Քանդուկ արապը, բայց ամրացնում են։ Այս հաջորդ փողոցն էլ Խաչատուր Աբովյանի անվանը, որովհետև այս 50 մետրում իր տունն էր, որ ինքը ապրում էր։ Իսկ այդ տունը հիմա ինչ որ մնացել է, թե Չտունը մնացել է, մեզանինն էլ կա իր ինիցիալներով։ Այ, հա, իսկ վրան մի մարիալնի կա, դաշտ։ Չէ, ումն է պետք է։ Հա, բա դու զբաղվի։ Ես ինչ զբաղվեմ, բայց կամաց անում են։ Այս էլ Նորաշենը։ Այս փողոցը։ Էսի հրես, Նորաշենի եկեղեցին, նորոգեցին մի երկու տարի այս եկեղեցին։ Ես ասել եմ, թե Սուրենյանցի նկարը։ Չէ, Օվնատանյանի։ Վայ, Օվնատանյանի։ Ժողովուրդ, Սուրենյանցը ջնջեք, Օվնատանյան գրեք։ Հա, այս մեր փողոցի այս նախկին Լեսելիձեն, նախկին ուլիցա Արմյանսկի բազար։ Լավ էլի, սա հայկական է, հա։ Այո։ Կամաց։ Ախի հանձնեցիք։ Ինչ անենք, մարդ չմնաց։ Այ էսի դպրոցը Ձախթերի վրա։ Այսօր հոտել է գերած։ Հա, չէ, հիմն այն դպրոցը, այդ միշև հոտելի վերև է։ Հա, միշև 36 թիվ աստի Ջիգրաշեն եկեղեցին էր։ Այդ Ջիգրաշենը քանդեցին, կառուցեցին այս դպրոցը, կրվաղ դի հոսպիտալ էր։ Հա, եկեղեցի քանդելու ձևը գտել են, հա, լավ։ Հա։ Դի մեջ անդի Սուրբ Նշան եկեղեցին է։ Ու պատմությունը դենս է, որ տերտերները ինչ-որ բան իրան ջիգրու այս եկեղեցին կառուցեցին ու անունը դրեցին Ջիգրաշեն։ Հիմա ստեղ եկեղեցի կա։ Չէ, հետքնո չի մնացել։ 36 թվին քանդեցին։ Այս աղբը թափում են։ Հա։ Գարիկ ստեղ աղբը ոնց են անում, որ մաքուր է քաղաքը։ Լավ է, առավոտը մինչև 7-ին 8-ին մաքրում են։ Դու Երևան եղել ես շատ, չէ՞։ Ոնց է մաքրությունը համեմատած։ Նորմալ է։ Նորմալ, Երևանի վրա մի խոսացեք։ Ասեք փառք ասում։ Կեղտոտը։ Չէ։ Գարին համաձայն չի, որ կեղտոտը։ Հիմա մենք հրապարակին ենք մոտենում։ Ահա։ Էդի ուրեմն Ազատության հրապարակ, նախկին Լենինի հրապարակ, նախկին Երևանսկ։ Нет. Площадь имени Паскевича Երևանսկова։ Շատ երկար էր ու դրա համար Երևանսկի էին ասում։ Այդ հիմի օրդեոր այդ Սուրբ Գեորգի արձանն է, այդտեղ Լենինին հիշում եմ։ Հա, մեծ կարավանսարայ էր։ Այս նրա տեղը։ Հենց այդտեղից էր սկսվել, հրապարակը փոքր էր։ Հա։ Այդտեղից կարավանսարայ Թամամշվա, հետո վարվեց, որ նոր կառուցել էին, ուրեմն Նամեստիկ գրաֆ Վարանցով։ Դե։ Տենդեր, այսօր կասեին։ Տենդեր արեց, որ թատրոն սարքեն։ Ու Թամամշևը շահեց, երկրորդ հարգին թատրոներ, առաջի հարգին այս մի րոպե, այս կալոնայի տեղը։ Այստեղից էր սկսվում կարավան սարայը։ Թատրոնը տես սարքին։ Հա, այստեղ էր հետո թատրոնը վարվեց ու սարքեցին Իսայա Պիտոև սարքեց թազա թատրոնը։ Հիմա ուր եմ քշում, ասա։ Հարուստավելի։ А там музей искусств, бывшее духовное семинария. Сталин это гасовали. На Бараташвили. Չէ, на Пушкин. Ай, хрен. А, на Пушкина. Эти, колоннада տենում եք։ Հա։ Հիմա մենք միտեղ կկանգնենք, թե անընդհատ sense պետք է գնանք։ Անընդհատ կգնանք։ Ամեն հետաքրքիր կանգնենք։ NKVD իրանց աշխատողների համար կառուցեց Բերիան։ Այստեղ վերջում Կամոյանց Սուրբ Գեորգի եկեղեցին էր։
շենքի վերջում։ Այստեղ քանդեցին, կառուցեցին այս շենքը։ Это справа гостиница Тбилиси Marriott. В советское время гостиница Тбилиси, а до революции отель Majestic, который построил Арамянц, Михаил Арамянц. Вот это здание? Да, вот это. По проекту Термикелова, известного архитектора. В каком году? В 2015 году лучший проект. Слева это дворец Арсумни, вот там мемориальная табличка Тигран Петросян жил здесь. Да. Это театр Руставели справа, Армянское артистическое общество. Гарикджан не успеваю. Мы много здесь, друг на друга, Сейчас это театральный институт справа, здесь была гостиница Арамянцу принадлежала. Это слева известные воды Лагидзе, Аджарские Хачапур в подвале. Хотят вернуться опять. Масис Да, справа а сейчас эти Лагидзе есть? Есть. Построено в 1887 году, вот там Бузоров. Это полосатое, да? Вот это, да. Восточный стиль опять. Мавританский стиль, так называемый. Это бывший кадетский корпус, теперь музей современного искусства Церетели. Здесь здание. Вот это Истуфа, это сейчас гостиница Билтмор. Это Фельзитов. Да. Билтмор, да. Это здание по проекту Щусева. Известного башни Щусева в Москве. Институт марксизма-ленинизма бывший при Берия построили здание, хорошее было. Իվերիայի մոտ կանգնեցինք։ Իվերիա Redison Blue։ Վերևը բասայինն է միջանից։ Հա։ Հիմա Գարիկը հետաքրքիր բան ասեց, այս սարի տակ Մարախուղա կարող է։ Հա, մարախուղա, ոչինչ։ Բայց կա այն դեղին գույն ու կարմիր կրիշան։ Դեղին գույնի կարմիր կրիշաներով երկար շենք է սարի վրա։ Այդ եղել է Գարի։ Ներսիսյան սեմինարիա։ Ներսիսյանի սեմինարիա։ Հա։ Ներսես դրա անվան Թումանյան այդ բանում մորկային Ռաֆին դիպա տեղանց, բոլորը տեղանց Այդտեղ են սովորել Դա Հավլաբարը չի Սվանետի թաղ են ասել Սվանետի թաղ Դե զատնո Գարիկը պակաշիմ Դոբրիցի Այս շենքը Մելիք Ազարյանցի շենքի հետևի մասն է Մելիք Ազարյանցի հիշում եք են աղջիկը որ մահացել էր 1904 թվականին մահացավ Թաքուի Մելիք Ազարյանց իր անվան կառուցեց այս շենքը Հիմա Գարիկը ասում է այն Մելիք Ազարյանցի շենքը ուզում էին քանդեին բայց չեն կարում որտեվ ֆունդամենտը արճիճով ըստի ֆունդամենտը արճիճով ամրացրել էր ըստի աղբանոց էր ու ինքը սարքեց այստեղից Կազբեկը երևում է Կազբեկլերը Ես մի անգամ տեսա, բայց մտքովս շանցավ, որ կարող է Կազբեկը լինել։ Հա, այսօր չի երևա իհարկե։ Հա, տեսել եմ, սպիտակ։ Մի քիչ լավ երևաց ավելի Ներսեսյան Ճեմարյանը, Մարախուղը իջավ։ Հիմա այդտեղ Կավկասկի ունիվերսիտետ։ Հա, նորոգեցին 10 թվականին ու Կավկասկի նորոգել են։ Հատուկ սարքեցին այդտեղում, որ այդ աշակերտները հերո եղնեն քաղաքից ու մենակ սովորելու մասին տաց։ Հա։ Դες են չվազվզեն։ Верийский спуск. Это Верийский спуск. Вот вниз, да, Верийский спуск, так называемый. В 22 году Камо здесь задавила машина. Одна машина в Тбилиси, один велосипедист Камо. Прямо здесь? Да, неркев. Акич неркев. Это девка старая. Это кино Нворка, мелодии Верийского. Это по этому району Вера называется. Да. Захиц Сухой мост. Сухой мост, это архитектор Скудиери. Это Сухой мост. Ուրանը չոր բետոն են արել, կողքերը չորացել է այս մասը։ Հա, Մադաթովի կղզին է։ Հա, կղզին է, հա։ Կղզին, հա, այդ կղզին է, որ չորացավ, արդեն կղզին էլ ոչնչացավ։ Յուստիցիայի Յուստիս խոլ։ Յուստիս խոլ։ Դոմ յուստիցիա։ Այդ մի ֆորտոշկով ես ինչ։ Այստեղից գնում են։ Այստեղ գերեզման է։ Այս վանքը направо վանքը այստեղում է։ Այստեղ էր վանքը, Պաշավան, եկեղեցին։ Ոստի Պանթեոներ Մանթաշով այստեղ էր թաղած։ Բա ինչ եղավ գերեզմանը։ Ոչնչացրեցին։ Աչ, մենք ուտը մտնել ենք։ Երեք մեր Դավիթները։ Զգուշ, դանդաղ այստեղ պետք է մտնենք տրոտուարին։ Այստեղ մտենք։ Կանգնեցրեք։
Ես բացեց ես ուրեմ ես մտցնում։ Անդե բաններսը կանդրում, արմար է։ Պարկովկաչարես։ Լավ է էլի տեղացիները։ Օրինակ ես շենքը ասում է 48 թվին ենք առեցել։ Немецкий военнопленный. Այս են լավ բալկոններով շենքն է, Վարատաշվիլիի վրա։ Ես այն օրը ստեղ էինք Վարատաշվիլիի վրա, ուղղակի Գարիկը պարզաբանեց, որ այս Գարացկայա ստենա, քաղաքի պատն էր։ Թիֆլիսը այս պատի ներսն էր, այսինքն ստեղ պրծնում էր Թիֆլիսը։ Հետո էլ ես հիշում եք ես լավ կամարը, որ ասեցի կամարի տակ ոչ մի բուտկա չեն դրել։ Հիմա ես եկեղեցին ուզում ես ցույց տալ։ Եկեղեցի только колокольня осталась։ Ах, только колокольня осталась։ Իսկ ինչ եկեղեցի էր։ Пашаванк, или гамбет уներ այդ եկեղեցի։ Макский собор. Самый крупный собор Закавказья был. А сейчас самая крупная церковь по Закавказью. Ես երբ են քանդել։ 36 թվին։ Ուտենետոն բանը են գալի։ Էլի դպրոց են սարքել տեղը։ Էլի չէ, այս դպրոցը 104 հայկական դպրոցը սարքեցին այդ վաղ։ Այդ մենք անցանք, այն կողմից։ Մենք ներքևից անցանք շերերը։ Հայր, ես մոտեցնեմ։ Ով կկարանա թող կանգնացնի կարդա։ Թփխիս, այդ հայերը թփխիս, Թիֆլիսին թփխիս էին ասում։ Ստեից ընդ չեմ կարա կարդամ։ Ու այս Փաշավանք եկեղեցու տեղը Թիֆլիսի ամենամեծ եկեղեցին էր։ Закавказье большое։ Կներեք, Закавказьայում։ Սարքել են այս 104 դպրոցը։ Այսինքն Ես հետաքրքիր չի ասեց, ռևոլյուցիոնը ինչ-որ պատմություններ ա գրած, այս դպրոցը մնացել է հայկական։ Հայերենով գրած է։ Ու Գարիկն է գառանցա տալի, որ սա չեն փագի։ Էսա նայեք, հայերեն ա գրած։ Ճիշտ է գրած չի, որ հայկական դպրոց է, բայց գրած է հայերեն, 104 դպրոց, հիշեք։ Իսկ այս սաղ եկեղեցին ա եղել։ Պատկերացնում եք Закавказьայի ամենամեծ եկեղեցին։ Այսքան էր եկեղեցին, այնքան չէր։ Սենց էլ կա Թիֆլիս։ Մենակ են տուրիստականը չի։ Улица Атонели։ Сму написать, что они восстановят восстановил, конечно։ Նայում եք, պրիստրոյկե կարել են, բայց նենց Չէ, լոջաներն են փակել։ Լոջաներն են փակել, պրիստրոյկա չեն արել։ Իսկ այս վերևը այնտեղ այդ Սահակաշվիլին է արել ժողովրդի համար, արդեն նորմալ պրիստրոյկա։ Սիրուհին էր ապրում, դրա համար ասարքել։ Ախ, Սիրուհին էր ապրում։ Կամաց են հային թող, այս հային թող հալա։ Да, թողն քայլի։ Вот за этим домом, вот следующий, это доходный дом Монташева. Не, айнде, мече. Тенем եք այդ փողոցը։ Կամաց, да։ Դանդա գնա մի գալ կեն միացում աչ ու դանդա կամացես բոբոլի թող շուտից գալիս է։ Справа это бывшее здание Госбанка. Банк, вот это справа, архитектор Оганджанян. Общество взаимного кредита. В 2012 году, по-моему, построили. Вот это здание. Да, красиво. Гарик, я думаю, с тобой нужно приехать Пешком. на неделю целый фильм снять про Тбилиси. Да. Это в одно я не умещусь. Ты столько знаешь, столько рассказываешь. А как про армян. Налево. Ну, мне это интересно, потому никто больше это не расскажет. Поехали налево. Вот за перекрестком слева, вот тот желтый дом, видите? Да. В этом доме, это дом, в котором семья Монташева жила. В этом полутораэтажном доме. Вот, скромно. Вот здесь, да? Вот в том доме желтом. Да, вижу. В этом доме его семья жила, направо. Էվերստայանքային նշանակրած Այ շենքում իր օջախն է։ Տնեցիք ստեղ են ապրել։ Կամած ձեր ճամփենը գնացեք դանդա։ աչ։ Это улица Лермонтова.
Сололак, сердце Сололака. Сулулах, по-персидски это обводной канал. Налево. Здесь? Да. Сейчас это район Солулак? Солулак, да, конечно. Первая горбольница арамянц построил, арамянцы до сих пор арамянцы. Сейчас спускаемся от верхней станции фуникулера. От верхней станции. Нижней станции фуникулера. Нижней станции фуникулера спускаемся. Ֆունիկուլորի ներքևի ստանցիան չենք եղել մենք։ Ոչ չէ։ Եկեսից իջանք։ Ոտքով ենք իջել։ Մեքենայով բարձրացանք։ Ոտքով իջանք։ Տաքսիով։ Փողոցի անունը ոնց էր ասիր։ Ճոնքաձե։ Ճոնքաձե։ Այս շենքը կարևոր էր, չէ։ Это тут техникум художественный был, имени Մոսեթոյիցը։ Այ այստեղ հիմա ներքև տեղ գտնեք կանգնեք։ Այստեղ կանգնեք, այստեղ։ Լսում եմ ձեզ Գարի։ Дом табакопромышленника Бозарджанца. Հայերեն լավ խոսում է։ Проект 15 года. 15 թվի ամենասիրուն շենքն էր, ամենասիրուն պրոյեկտը։ Իսկապես է դա շենքը։ Շենքի պրոյեկտը завтра երկրորդ տեղը։ Առաջինը ոչ ոքին չտվեցին, երկու հատ երկրորդ տեղը էս Այդ որտե՞ղ է Թիֆլիսում։ Թիֆլիսում, այո։ Չէ, մրցույթը որտեղ էր։ Կարծեմ Թիֆլիսում, դա Եվրոպայում չեմ հիշում։ Չեմ ուզում խաբել։ Հետո հեղափոխությունից հետո սաղդ մենշևիկները էլիտան ըստեղ էր, Բերյաները ըստեղ ապրում։ Եա։ Հա, Բերիայի կինը իրանց մենշևիկ Գեգեշկորի ախպոր աղջիկն է։ Գեգեշկորի։ Ես ինչ էր գիտես այ Գարիկ։ Այսօր Բերյան հաճախ եղել է այս տանը։ Շուտ իմանայի չէի նկարի։ Իսկ այդ մասկաները ինչ-որ մի բան նշանակում։ Երևի։ Հա? Երևի։ Երևի, բայց Գարին չգիտի։ Հիմա ինչ է այստեղ Գարի։ Ժիլոյդը բնակել է։ Եա։ Հա։ Բայց այնտեղ հելն է քանդվում, ապրես կյանքում, հա, նստում է։ Ուզում ասեմ, օրիգինալ պատուհաններ է իրա այն վաղտվա։ Հա, շատ հետաքրքիր։ Դա էցի ֆրամոդի։ Эти не знаю։ Գարի, բայց այն քարը շատ վտանգավոր իջել է, գիտես, վերևի քարը։ Ես Թիֆլիսը սենց է։ Այս կողմը ճանկել է։ Ամենավերևը չէ, մասկայի տակ։ Այ դրա համար էլ այդտեղ փակել են, տեսնում այդ արմին։ Կարող է, հա։ Հա, որ գլխներին չընկնի, հա։ Հա, ճակով բանով գնացինք։ Հա, դա հայտնի երգիչ է եղել օպերնի պիվետ Բաթու Կրավեյշվիլի, իր բանն։ Հա, այն Միմարյալնին։ Ահա, դա քետը դա կոտ է վրացական կինոն է տեսել եք հինը։ Ինքը այդ է կոտեի դերն է։ Բաթու Կրավեյշվիլի երգ։ Ոնց էր մի հատ ասա։ Քետը դա կոտ է։ Չէ, իր անունը, երգիչի անունը։ Բաթու Կրավեյշվիլի։ Բաթու Տրավեյշվիլի։ Կրավեյշվիլի։ Հա, ցագարելի խանումը, ցագարելի այդ է, էլի, այդ պատմությունը։ Գնացինք դալշը։ Գնացինք։ Էսա մի հատ ձախի վրա նայեք, էս փոքր շենքը։ Այդ քանդող շենքը։ Էդ էլ է, հենա փլվում։ Դա փլվում է Պյոտր Չայկովսկին օրենք աղբերն էր այստեղ ապրում։ Եա։ Հա, ու այս շենք այստեղ մնացել է մի քանի օր։ Կարքին Мемориальная, да, кандор, мемориальная доска была, вот внизу есть. Чайковский աղբերն է ապրել։ Слева это Միջև ռևոլյուցիա, չէ, միջև ռևոլյուցիան ըստ պարսկական կոնսուլստան էր։ Հա, նման։ Պարսկերեն գրած է այնտեղ։ Մուտքը։ Հա, այստեղ տեսեք։ Պարսկաստանի դեսպանատունն էր։ Մյուս կանգառը Ռաֆիի տան մոտ, հա։ Հա։ Այս մի հարգանի շենքում Ռաֆին է ապրել։ Դե որտեղ են կանգնում։ Хотите слева прямо остановите? Как слева? Вот так, слева. Что чанкар? Да, առաջ են որ։ Что կանգնում։ Слева կանգնում, կանգարում շենքը նկարել։ Կանգնեցինք։ Հայաստանը Ռաֆին 8 տարի ապրել է։ Հետաքրքիր է որ պատուհաններն են։ Կենտրոնից գալուց էս պաջամը, ոտով, խեղճ թե ֆայտոն անստե։ Հակոբ Մելիք Հակոբյան։
Հա, էլի, ես խայտարակվեցի Պանտեոնում։ Իսկ որ հարգնավոր դե ապրե կոնկրետ չգիտես։ Նույնիսկ գարիկը չգիտի, նենց որ այստեղ հայերեն գրած է, այս տանը 80-ից 80 ապրել է հայ մեծ գրող, հասարակական գործիչ Հակոբ Մելիք Հակոբյան։ Մյուս կանգարը Գարին ասեց Վերնատուն։ Հիմա ասած գնանք Улица Амаглеба, бывшая Вознесенская, Давиташвили. Համբարձում, հա, Вознесение։ Հա, ճիշտ ես ասում, համբարձում, հա։ Պապուանուն է։ Հա, հիմա ոնց է կոչվում։ Вознесение Амаглеба։ Հա, հիմա էլ է տենց։ Հա, Давиташвили, կոմունիստ Давиташвили взяли опять Вознесенская Амаглеба։ Փոխել են նորից։ Հա։ Ես էլի Սոլոլակին, հա։ Հա։ Բայց այստեղ ինչքան շատ են իմ տները։ Դա Այս շենքն է։ կանգնեմ, հեսա դուս եկա։ Հա, այս շենքն է, հրեն բանն էլ կա։ Կանգնենք մի հատ։ Այս տունն է, Հովանես Թումանյանի տունը, Վերնատունը։ Վերնատուն։ Այն ցածերը չէ, չէ՞, մենակ էս Այն բարձրը։ անկյունից, այն սպիտակ Հա, խողովակից դես։ էս բարձրը։ Էս տունը Առելա Թումանյանը, էս իր սեփական տունն է եղել։ Մի րոպե ինքն է կառուցել, թե պատրաստի առել է։ Պատրաստի առել է, ինչ-որ մի բան էլի ավելացրել է երևի վաղտը։ Հա։ Էս կեսախիա սերի էս անկյունը։ Չեն ներկել։ Աղ չեն ներկել։ Հա։ Զգուշ տես։ Այնտեղ մի հատ վենզել կա, հələ գնանք նայենք։ Հայր ջան, հեսա նայում ենք, չենք հասկանում։ Ներքևը մի հատ ա տեսանք։ Սա վերևը։ Հələ դուք էլ ուշադիր նայեք, կարող է Թումանյանի մտախաղացումը հասկանաք։ Ասենց։ Էս էլ մուտքը։ Իմանան հասկանում։ Հա։ Նայեք այնտեղ ցուցանակը կա, դե մոտենանք մի հատ կարդանք։ Մի հատ լուսամուտներ բաշխամբները ցույց տամ։ Ինչ լավ տուն է։ Հարուստ մարդ էր, հա, Թումանյանը։ В этом доме 904-ից 923 թիվ жил великий армянский писатель Դե միջը մահ է, 23։ Հովանես Թումանյան։ Ստեղ է մահացել այս տանը։ Թումանյանը շենքում գրադարան էր բացել, հետո իր մահից հետո սովետ եւ այլն իրանց մի փոքր մաս էին թողել։ Գրադարանը հետո վաճառել է։ Իսկ հիմա ինչ է գարիկ ստեղ։ Հիմա երևի այդ գրադարանը էլի ուզում են սարքեն այ վերևի հարկն է երևի, այ երևում է։ Հա, վերևի հարկը, հա, սարքում է։ Որակով են։ Բայց հայերինն է թե վրացիներինն է։ Հայերինն է։ Լավ։ Հա, մի րոպե, պարզվեց այդ վերևի հարկը վրացի բիզնեսմեն էր, Իրանն էր, իր սեփականությունն էր, մեր ինքը ոնց որ գրադարան արավ, հետո Գյումրի նախկին քաղաքապետը էս մեկից առաջ առավ ու նվիրեց հայկական համայնքին։ Պատենում եք, առավ ու նվիրեց հայկական համայնքին։ Հենց էլ մենք էլ ունենք ցենտր մարդիկ։ Գնացինք։ Հեսա, պտտվեցինք, հետ ենք իջնում։ Направо. Այստեղ աչոփտի գնանք։ Бывшая улица сейчас Ладо Асатьяни, до этого Энгельса, до этого Бебутовская. Իրոպե, Բեյբութովի հետ Բեբուտով, Բեյբուտով, Բեբուտով։ Բեբութովի հետ, չէ, Բեբութովի հետ կապված մի բան։ Խոջա Բեբուտ։ Խոջիվանք։ Ով էր այդ Բեբութը։ Бебутов, тбилисский Мокалак, дворянский титул у него был. Тбилисским горожанам, армянам, давали титул Мокалаков. Мокалак это к дворянскому титулу приравнен был. Ими остах очко май знаки мод. Издан дахацрек. Կանգնեմ։ Հա, նկարեք,
Այս ներքև, էլի ներքև, այս է։ Այստեղ ապրել են Օրբելի, Տրիբրատա ակադեմիկը։ Դե սպասում եք շնորհքով կանգնամ։ Այնդ գնացեք։ Հելենի շենքում են, չէ՞։ Գնացեք այնտեղ ձախ կանգնացրեք։ Այնտեղ, չէ, այնտեղ տեղ կա։ Ստայանք են։ Հա։ Վերևն էլ կար ափսոս։ Այս տանը ապրել են ականավոր գիտնականներ 89-ից 99 թվականներ, ակադեմիկոս, ֆիզիկոս Լևոն 89-ից 904 թվականներին, ակադեմիկոս մի խոսքով հայր, կարդալ գիտեք Լեոն Աբգարի, Հովսեփ Աբգարի ու Ռուբեն Աբգարի Օրբելի։ Բայց տարբեր թվերին են ապրել։ Չէ, ինչի 89 թվից։ Հա, ծննդյան մահվան թիվն է գրած։ 1889 թվից են ապրել։ Հա։ Նրա հետ սովորել են գնացել դրա համար։ 99 թվին մեկն է գնացել, 98 եկու, 904 թվին եկու։ Բարզա։ Պետերբուրգ գնացել են սովորելու։ Այս է շենքը։ Իրանց շենք այս է, այս մասն է։ Հա, չէ, այս մասն է իրանց շենքը։ Այն մասը չի, այս անկյունից այս կողմ։ Դե ոչինչ, ընդեղ էլ հարևաններն էին։ Սենց դալան է։ Ու իջնենք ներքև, դենանք ընդեղ գարիկը ինչա պատրաստել, այս մետաղից սենց վենզելներ ընդունված էր պաստորեն, այս շենքը գարիկը դաժը չգիտեր ու մնա եղե, բայց էլի ինչ-որ մեծահարուստի շենքը, բայց հայի շենքը, հայ երևի գարի, հա, ստեղ սաղ հայերի շենքեր են, հատել սենց շենքը, Ես վերևը գործիչ չհասկացող մարդ է, խլան բալկոն է դերը մի հատ։ Ես մեկը ինչ-որ շատ լուրջ շենք է, գարիկը առաջ ընկավ, գնանք կպատմի հեսա երևի։ Ընդեղից էլ հենա, Իվանիշվիլի, Տունն է երևում, ինչ-որ բան ասես, ճապոնացի է, հեսա կհարցնի, ճարտարապետը։ Ես է գարիկը ցույց տվեց, վերևը խփե պոկել են տառերը։ 11 թվի 1911 թվին կառուցված։ Բայց գարիկը կարում է կարդամ, Մանթաշևսկայա Торговая շկոլը։ Հետո դարավ Ռուսская գիմնազիա, հետո հանրահայտ 43 դպրոցը։ Այս դպրոցում սովորել են Վիկտոր Ամբարձումյանը, Միքայել Տարիվերդիևը։ Վայ։ Հա, ու հիմա 11-րդ դասարանում իմ դուրսը Ռիփսիմեն, հետո վերջի ռուսական դասարանն է։ Դա վրացական դպրոց։ Ակո աղջիկը ստեղ է սովորում։ Հա, տեղից սովորում էր, դասարանը փակեցին, ուրիշ դպրոցում է։ Աղջիկս էս իրաց դասարանը վերջինն է, 12 տարի է սովորում, 11-րդն է։ Էլ ռուսական դասարան չկա։ Այսինքն Բայց հավես է սենց դպրոցում սովորելը։ Իսկ ներսը մնացել է բաներ, հին ձևի, թե փոխել են սա։ Նորոգել են, այն պարկետին լավ են, դուբովի պարկետին խփել են լամինատ մի տարի, տեղից։ Սենց կյանքը, դուբովի պարկետը փոխում ենք լամինատով։ Չեն փոխել, վրայից են կպրել։ Վրայից։ 100 տարի են պարկետը աշխատեց։ Վրա քաշարին։ Нет. Движение от одна улица вниз спускается. Գնացինք հայր։ Մի հատ էլ Վիկտոր Համբարձումյանի տունը կլինի։ Вот эта дверь очень красивая. Բայց ընդ ասում է դժվար կլինի կանգնելը։ Բայց արժե որ կանգնենք։ Որտու այս շենքն էլ նկարեիք։
Դոմ Կուպցա Կալանտարովա, ինժեներ Սարգիսյան։ Այդ ձախ կողմից կկայունացրեք։ Ձախ կողմից, այն դիտեղ կա առաջը։ Այնտեղ կտեղ։ Եկան գնանք։ Այ մեր Վիկտոր Համբարձումյանն էլ էստանն է ծնվել։ Սենց բակ ա եղել երևի, հա, այնտեղ։ Ու դեմ դիմացել, էսա գարիկը կասի, գնամ են մայթից ցույց տամ։ Այս տանը 908-ից 24 թիվ ապրել է աշխարհահռչակ աստրոֆիզիկոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանը։ Հիմա մի հատ մեջքից հետև են տունը ցույց տամ գարիկը։ Այստեղ ապրել է Կալանտարով։ Վաճառականը Գարիկը ասում է կուպեց Պերվե գիլզի, որտեղից գիլի։ Կառուցել է Սարգիսյան։ Շենքել Սարգիսյանցն է կառուցել։ Այսինքն շիկարնի շենքը։ Հա, այս շենքը նորոգել են, այս ինչքան շենք տեսանք, այս միակն է, որ նորոգել են։ Էսա ցույց տամ ինժեներ Սարգիսով գրածը, է Սարգիսյան։ Հեսակ գնանք։ Ստրոյլ ինժեներ Սարգսյան, մոտարապես 910 թվերին։ Այսպես լուրջ տներ էին սարքում։ Այս Կալանտարովի տունը փաստորեն Ասացյանի, այն Վիկտոր Համբարձումյանի տունն է։ Ու Մաչաբելի փողոցների անկյունում է։ Նայեք, այս Մաչաբելին է։ Հիմա սեղել մեզ բանունի ցույց տալու գարիկը գնանք։ Այս Մաչաբելիի վրա, այս սպիտակ տունը։ Հիմա Սայուզ Պիսացելի Գրուզի։ Բայց եղել է, էսա գարիկը կասի։ Ռևոլյուցիա Դավիթ Սարաջեշվիլի, կոնյակի գործարանների Դավիթ Սարաջեշվիլի։ Վրացական կոնյակի գործարանի։ Վրացական ուրա կոնյակ որ։ Ну, Российская империя была. Российская империя։ Այս ինչ հարուստ մարդիկ են եղել։ Այ հիմա նորը սկսեցի պատկերացնել, որ ասում էր Թիֆլիսը հայերն են սաղ։ Դե 70%, այսինքն էլ ինչ խոսանք։ 905 թիվ։ Սարաջեշվիլի։ Ասում ինքը ուղղափառ էր, որտև ասի Սարաջեշվիլի հետ ինչ հայի ազգանուն է։ Մեջը օրիգինալ իտալական մոզաիկա է, Իտալիայից բերած։ Մենք դժվար թե տենանք, բայց գոնյակ իմանանք։ Ես էլ սենց ծուր-մուր տուն է։ Գարիկը բան չպատմեց, բայց հենց սկզբից ասեց սա հայեր են ստեղ ապրել։ Բայց փիս ծուռը։ Այս ծուր-մուր տնից հետո այսպես մի հատ հետաքրքիր տուն է, լսում եմ Գարիկ ջան։ Ըստի սովետի վաղ կոմսոմոլի ցեկան է, ցենտրում, հա։ Հա, ԼԿՍ-ն։ ԼԿՍ-ն, մի օլիմպիական կոմիտետ։ 30-ական թվերին ցեկան Բերյանը ստեղ են, իր Զակ ֆեդերացիայի օֆիսը ոնց որ ասած։ Խանջյանը նստեղ է խփել ինքը, Բերյան։ Ինչ է ասում։ Հա, այս շենքում նա խփել։ Որ ասեցին ինքնասպանությունով Հա, հասկացա։ Խանջյանը ձախլիկ է, իսկ Գյուլեն կպել էր աջ կողմից։ Ոտի արդեն կասկածակիտա գցեցին, որ այդ ինքը չի սպանել իրան։ Բերյան ասում է։ Ստեղել է մի հատ հատակակի շենք։ Այս ռիշոտկի վրա գրած է Մելիք Ազարանց վենզելն։ Ազարանցի վենզելն է։ Այդ են մարդներ, չէ՞։ Այն մարդ է, այն շենքի տերն է։ Լացեր էլ։ Հա, դա մեծ դուստերներ, Թակուի։ Թակուին մահացավ։ Հա, Սոֆյան, որ ամուսնացա, ահա, Կալանտարովին ուզեց։ Կալանտարով էին անկյունի հարուստներ։ Չէ, ուրիշ Կալանտարով։ Այս տունը ինքը արավ աղջիկան օժի։ Հա։
Հիմի իր ծորը։ Օժի տեմասը։ Ծորը։ Ուկրաինայի ապրում։ Եկել թղթերը բերել իր նախին պապերի տունը ուզում է շատ, բայց բան չի ստացել։ Ուզում է վերցնի հետ։ Հա, թղթերը ունի։ 3 տան թղթերը ունի, այն դախոդնի դոմ, էսը ու էլի Սուրխան Սաբը ստեղել միակ։ Հետաքրքիր է։ Նա։ Էսա Մելիք Ազարյանի։ Էս էլ սենց։ Էս ինչ է սաղ պոկվել ավերից։ Սոսկալի ձևի։ Բայց շուր լավ շենք է եղել։ Մի հատ էլ ստեղ է, հələ ցուցանակը ուր է։ Գաբրիել Սունդուկյան։ Էս տանն էլ Գաբրիել Սունդուկյանց 1907 года. По день смерти. Великий драматург. 5 տարի է ապրել փաստորեն, հա? Միջև մահ։ Էս էլ Սունդուկյանի տունը։ Էս էլի Քալանթարովի տունն է էս կողմից, ընդեղ շարունակվում է, էս Վիկտոր Համբարձումյանը, Անահիտը հոգնած մեքենայի մեջ է, ու հրաժեշտ տանք, Գարիկ ջան, շատ շնորհակալություն, ստեսուն, լավ մնաք հայեր, ստեսուն ձեզ։ Էս դպրոցից են երեխեքը, թե դասեր չկա։ Չէ, դասեր չկա։ Էս էլ Վիկտոր Համբարձումյանի։ Վերջ այսօր։